Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը մարքեթինգի մասնագետ եւ սոցիալական հարթակներում շատ հայտնի Վազգեն Մարգարյանն է։ Բարև ձեզ Վազգեն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ձեզ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Վազգեն, զրույցը ուզում եմ սկսել ձեր սոցիալական հարթակներում հայտնիություն ձեռք բերելու սկզբից։ Ինչպես եղավ, երբ մեկ օր հասկացաք, որ պետք է տեսանյութեր հրապարակեք եւ այդ տեսանյութերով որոշակի առումով, այսպես ճակերտավոր ասեմ, կրթեք, ինֆորմացիա տակ մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը, սակայն չկա այնպիսի հարթակ, որ մատչելի ձևով ներկայացվի եւ հասցվի, այսպես ասած, մարդկանց։ Ճիշտն ասած, մի օր շատ պատահական Աստվածաշունչը բացվեց, որովհետև չէի հասկանում։ Իրականում շատ քահանաների հետ հանդիպել եմ, խնդրել եմ, որ մեկնեն եւ այլն, միշտ ոնց որ պայքարում էի Աստծո հետ, այդ իմ կյանքի դեպքերից հետո ասում էի, ուզում եմ հասկանամ քո խոսքերը իրականում։ Ու գիտեք, այդ ոնց որ փնտրտուքից հետո, որովհետև գրված է, որ փնտրում է, գտնում է, մի ամիտ բացվեց։ Անհենց հասկացողություն եկավ Աստվածաշունչը հասկանալու իրապես։ Ու հետո այդ հասկացողությունի մեջ հասկացա, որ ինքը բարդել չի։ Ամբողջ Աստվածաշունչը մի օրենքի մեջ ասում է, ինչ որ կամենում ես, որ քեզ անեն, դու արա։ Իրապես ու Աստված ասեց, կարաս խոսես, թույլ եմ տալիս։ Սկսեցի վիդեոներ հրապարակել, ամեն դեպքում ոնց կարում էի ու փորձեցի անգույնի մեջ խմել, իրականում հենց իմ վիդեոներն էլ սկսել անգույնից, դեմից դե քիչ էին նայում։ Մտածում էի, որ պրոստը խոսամ, ինչը որ սրտից գալիս է, հիմնականում որոշադիր լինեք իմ կյանքի էտապներում ինչ որ ինձ հանդիպում է, ես դա եմ ուզում բացեմ մարդկանց, այսինքն շատ ժամանակ այդպես շատ գեղեցիկ, շարահյուսական չներկայացնես Աստվածաշունչը, որովհետև երբ որ ցավ ես ապրում, մեկը գալիս Աստվածաշունչով մխիթարելու, հա, ասում ես ընկեր, դի ես եմ կարդացել։ Կարաս ինձ այնպես բան ասես, որ իրականում ինձ խաղաղություն տա այդ։ Ու սկսեցի այդ վիդեոները անընդհատ հրապարակել։ Երբ ձեր տեսանյութերին էի ուսումնասիրում, բնականաբար աչքի ընկավ ձեր կյանքի պատմությունը։ Պատմություն, որը վստահ եմ համացանցում հուզել եւ միևնույն ժամանակ խորհելու առիթ է տվել շատ մարդկանց։ Եվ երբ ես նայում էի, թե դուք ինչպես եք խոսում այդ տեսանյութում, ինձ մոտ տպավորություն էր, որ դաժան ցավից, բացի նաեւ ձեր այդ կյանքի դաժան փորձը տվել է ձեզ անասելի ուժ։ Իրականում ճիշտ էր այդ տպավորությունը, այդ փուլը ձեզ ծնկի բերելուց բացի նաև որոշակի առումով ուժեղացրել է։ Փորձությունը հա, բայց եթե ճշմարտությունով ասեմ, միակ ոտքի կանգնացնողն եղել Աստված։ Իրապես այն ցավոտ օրերը, որ ես Աստծո հետ անցկացրել եմ, ոչ մեկ չգիտի, ինչքան եմ նստել, խորել, ծածուկ դաժե լացել, որ եկել եմ, որ վերջի ընկետը, որ ուզեցել ես պրոստը կյանքիդ վերջ տաս, ինձ ոչ մեկ չի կանգնացրել։ Անկամ երեխաները։ Ոչ իմ բալիկները, ոչ իմ ծնողները, ոչ իմ բարեկամները, բոլորը վիճվում էին հետս, բայց ասում էի չեմ կարող, իրապես չեմ կարող։ Բայց միակը, որ կանգնացնել է, դա Աստված է։ Վազգեն, դուք շատ եք սիրում ձեր կնոջը, դա ակնհայտ է այն տեսանյութերից, երբ դուք խոսում եք նրա մասին, անգամ անունը արտասանելը այլ ձև եք ասում։ Այդ անունից շատ կա, բայց դուք այլ ձև եք այդ անունը ասում։ Եթե մի փոքր անկեղծանանք, արդյոք որոշակի առումով մեղքի բաժին եք դուք զգում ձեր ներսում, որ չեք հասցրել իրեն շատ ավելին ասել, չնայած նրան, որ պարզ երևում է, որ դուք շատ եք սիրել նրան եւ սիրել եք այնպես, հա, այդ տարիների, միգուցե կարճ տարիների ընթացքում, որ շատ կանայք կերազեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում սիրեն իրենց։ Ունեցել եք այդ մեղքի բաժինը։ Իհարկե, միջև հիմա էլ ունեմ, որովհետև չարը ես էի։ Այդ ամեն խնդիրների մեջ ընկնողը ես էի, ներքաշվողը ես էի։ Այդ պատերազմից հետո ոնց որ ավելի շատ մթագնում է ուղեղդ, ոնց որ ավելի շատ հպարտություն էր գալիս եւ այլն, ավելի շատ կռիվների մեջ, այդ փողզիջումը չկար, չէի դիտարկում, որ դիմացինս էլ է հայ, իր հետ ապրում եմ մի երկրում, նույն այդ պատերազմը թեկուզ իր համար էր, իր ընտանիքի համար էր, ոնց որ ու այդ չարությունը ստիպում էր ընկնել այնպես խնդիրների մեջ, որ ճակատագրական եղավ իմ կյանքում։ Հա, շատ մեղքի զգացում ունեմ, բայց ամեն դեպքում
ոնց որ մխիթարվում եմ, որ շատ սիրել եմ իրան, շատ սիրել եմ իրականում յուրատուկ մարդ էր իմ համար, ոնց որ այդ մեղքի զգացումը փորձում եմ այդպես փակեմ ու հիմա իմ երեխեքին շատ սեր եմ տալիս։ Ինչքան կարողանում եմ, փորձում եմ սիրեմ, դաստիարակ եմ, խիստ եմ լինում, բայց այդ խստությունը նաև բխում է սիրուց։ Նույն այն հանգամանքով, որովհետև Զինուլը ինձ մի օր ասում էր, եթե մեզանից մեկը չլինի, մյուսը պարտավոր է այդ երեխեքի հոգսը մինչև վերջ տանի։ Որ մի օր կանգնեմ Զինուլի դիմաց, ասեմ ամբողջ սրտով իրապես պատասխանատվությամբ սիրելով տարել եմ դա ու արդար լինեմ իր առաջ։ Զուտ դրա համար, հա։ Իսկ խոսում եք հիմա նրա հետ։ Ում հետ։ Զինուլի հետ։ Չէ, չեմ կարում, իրապես չեմ կարում։ Շատ դժվար ամեն անգամ։ Զինուլը իմ համար սովորական կին չի եղել, Զինուլը իմ համար ընկեր եղել։ Մենք որոշում ունենք, ինչ անում ենք, իրար հետ ենք անում ամենտեղ։ Կլինի սա շրջապատը տղա, պետք է ինքը իմ հետ լինի, որ իրապես իմանա, որ ես ոչ մի սխալ բան չեմ անում եւ այլն։ Ու ինքն էլ իմ ընկերների կողմից սիրված էր, ինքն էլ հասկացող էր, հոգեբան էր։ Շատ ժամանակ մենք որ առանձնանում ենք մեր գործերով նույն սենյակում, ինքը ինչ-որ մեկին հարցը քննում էր, հոգեբանական այտենց ամբողջությամբ կյանքի իմանում էր։ Զինուլի հետ ամեն ինչի միջով անցել եմ։ Իմ համար յուրատուկ մարդ էր իրապես, որ իմ կյանքը, հա։ Եվ երևի հենց այդ ընկերությունն էլ վերեց նրան այդ օրը, հա, ձեր մեքենայի մեջ։ Ես երբ լսում էի ձեր հարցազրույցը, ուզում էի հասկանալ ինչու էր նա այդտեղ։ Ձեր խոսքում դուք արդեն պատասխանեցիք, որ նա ձեր ընկերն էր եւ պիտի լիներ այդ բան ձեր կողքին։ Իրապես Զինուլը շատ մեծ խանդուն էր, անկեղծ շատ մեծ խանդուն էր։ Մենք երբևիցե ինչ որ կենցաղային հարցերով չենք վիճել, ֆինանսական հարցերով չենք վիճում, երբեք։ Միակ մեր վիճաբանությունը լինում էր այդ խանդի հողի վրա։ Ու ես իրապես չէի կարող Զինուլին ասել, Զինուլ ջան, այտենց լուրջ խնդիրների մեջ եմ, որ պետք է ինձ մի օր ինչ որ միտեղ թաքնվեմ, մի օր միտեղ մնամ։ Ու ամեն դեպքում ես Զինուլի հետ կռվի էլ չէի գնում, այն երիտասարդը, որ մեզ կանչել էր, որ մեր ընկերներ, իրականում ինքը ինձ դեմ տվեց։ Ես Զինուլին երբեք չէի տանի մոտիկ այդ ինչ որ այտենց վտանգավոր բաներ։ Դրա համար դաժե Զինուլին տնից հանում էի, որովհետև այն մարդիկ, ովքեր որ ուզում էին այդ վրեժը լուծեին, գիտեին իմ տանտեղը, իմ ամեն ինչը։ Ես մտածում էի, լավ, եթե ես թաքնվեմ, բա որ կան տղան հետևից, ինչ որ կրակեն եւ այլն, չի։ Եկեք մի փոքր բացենք փակագծերը, որովհետև վստահ եմ հեռուստադիտողներից շատերը տեղեկացված չեն, թե ինչի մասին էր խոսքը։ Վիճաբանություն եմ ունենում, ինձ մոտիկ մարդու հետ ինձ ընկերա լինում, խոսքի մեջ վիճաբանություն եմ ունենում, այդպես չենք հասկանում իրար, ինքը ուզում է իմ վրա վերք վերցնի, ես իրա վրա վերք վերցնեմ այդ պատերազմից հետո։ Ու դուրս են գալիս այդ բակում, ոնց որ իրանք են ինձ խփում, ես եմ իրանց ծեծում, սենց իրանք էլ չեն կարող դա մարսեն։ Ամեն դեպքում ամեն ձև ուզում են ոնց որ գտնեն, իմանան որտեղ եմ, հենց հիմա տեսնենք, դաժե նենց ենք անում, որ մյուս օրը հանդիպենք, ամեն դեպքում այդ հարցը փորձենք ինչ-որ խաղաղ ձև լուծենք, իրանք ասում են, չէ, այսօրվա հարցը վաղվան չեն թողում եւ այլն, հետո իմանում եմ, որ իրականում շատ չար մարդ է եղել, էլի ինչ որ ներգրավվածություն է ունեցել, մարդասպանության գործով եւ այլն, այսպես։ Միանգամից մեծ վախ է ոնց որ մեջս մտնում ու այդ ընկերը որ ասում եմ, ինձ զանգում ասում էր արի Զեյթուն, ու ինքն է Զեյթունում անում, ասի չեմ գալու Զեյթուն։ Զեյթուն հասկացողությունը շատ մեծ է, բայց ես շատ մեծ վտանգ եմ զգում այդտեղ։ Իրապես ճանապարհին, հիմա մենք ելնում ենք գնանք ինչ որտեղ, ճանապարհին քո հետ կհանդիպեմ, բայց ինքը մեր ընկերն էր։ Իրապես ես իր հետ հանդիպելուց երբևիցե չէի մտածի, որ այն մարդիկ կլինեն, ովքեր ուզում են չար վրեժ լուծել։ Դրա համար առանց ոնց որ կասկածելու եւ այլն կանգնեց իրանց մեքենայի մոտ, այնինչ որ իրապես այդ ամեն ինչը արդեն ստեղծված էր, կառուցված էր, իրանք նախապես դիրքավորվել էին, սպասում են եւ այլն։ Իսկ նրանք գիտեին, որ Զինուլը մեքենայի մեջ է։ Չէ, այդ տղան գիտեր։ Ես այդ տղային ասել էի, որ կնոջս վերցնում եմ գնամ։ Այսինքն Զինուլին սպանելը դիտմամբ էր արված։ Գիտեք, այդ հատվածում, երբ որ մենք կանգնած էինք, մոտ մի 7 հոգի մարդ էր կանգնած։ Բոլորի վրա կրակում էին։ Հիմա կրակելուց երբեք չգիտես քանի հոգի կմահանա։ Ամեն դեպքում ես հասկանում եմ փաստը, որ մարդը ինչքան կարա չարացած լինի, որ հաշվի չառնի, որ 7-ից 7-ն էլ հնարավոր է մահանա։ Իրապես փաստը Զինուլս մահացավ, երկուսս վիրավորվեցինք, նույնն երիտասարդը, ով որ բերել էր իրանց ինքն էլ վիրավորվեց։ Դա դատական նիստերից եմ իմացել էլ այդ ամեն ինչը։ Դրա համար
Մտածում եմ կարող է չուզեն այն իրականում այտենց լինի, բայց 7 հոգու վրա կրակելը դա ճիշտ չի ամեն դեպքում։ Վազգեն, դուք վիրավորվեցիք եւ ինչպես զրույցի սկզբում տեսախցիկներից այն կողմից զրույցում նշեցիք, որ Աստված ձեզ փրկեց ու դուք որոշեցիք, որ եթե Աստված փրկել է ձեզ, ուրեմն ճակերտավոր ասեմ պետք է ծառայեք նրան։ Այո։ Իրապես ես իմ կյանքը ոնց որ տվել եմ Աստծուն, իմ ուղղվածություններից մեկն է անկեղծ, որ գնամ ավետարանը հասցնեմ այն երկրներում, որտեղ որ մուսուլմանությունը եւ ինչ որ Աստծո մասին չեն լսել, որովհետեւ Քրիստոսի մեծ հանձնարարականը դա է, որ գնացեք ամբողջ աշխարհը ավետարանեք, կրթելով, մկրտելով նրանց հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Հիմա այդ ուղղությամբ եմ ավելի շատ աշխատում, որովհետեւ մի օր վերջը գալու է։ Ամեն դեպքում բոլոր մարդիկ էլ մի օր մահանում են։ Շատ կարևոր է որ մահանաս ու արդար կանգնես Աստծո առաջ, ասես այն արել եմ, ինչ որ դու ինձ ասել ես։ Ու Աստված ոնց որ միամիտ բացեց ինձ դա, ասես չիմանաս դու տենց ուժեղ դեմք ես, որ այդ կրակոցները քեզ չկպան։ Ասես ուղիղ քո վրա էր կրակում մի 10 մետրից, այն էր կալաշնիկով։ Ասես պրոստը ես եմ քեզ ողորմացել այդ ժամանակ ու ոնց որ այդ ժամանակ իմ մոտ մի անգամից փոխվեց ամեն բան ու ես սկսա գոհանալ, որ Աստված իրապես ողորմություն արել։ Պատերազմի ընթացքում էլ շատ Աստված ինձ պահել ամեն դեպքում ունես պայթյուններ եղել, որ պրոստը կարեր չլիներ, բայց ես հասկանում եմ, որ Աստծո մատը դա խաղն էր։ Դուք մինչև վերջ եղել եք մարտի դաշտում։ Երբ որ Շուշին վերցրել էր, այդ ժամանակը վերցրել են, այդ ժամանակ քաոս էր տիրում, անկեղծությամբ, այդ դեպքում մի հատ էլ sense մի բան ասեմ, այդ ժամանակը լի չար կյանքով էի ապրում, երբ որ խավար էր, մի հատ ինչ որ դպրոց էր, մենք էլ այդ դահլիճում, սպորտային դահլիճում, այտենց 200-300 հոգի մարդ էին պարկած, Աստված ասեց մեկը քեզ չեն տենում դու ով ես, հենց հիմա հելի կանգնի, ասա թող հայրները ասեն։ Ասեց նայում եմ ասում դե լավ իմ Աստված, ասի լավ չեմ կարա պետք է անեմ։ Հելա ու ասեցի ինքերներ մեր թշնամիները իրանց իրականում չաստվածներին 4 անգամ երկրպագում են։ Մենք է գնում ենք կապ, եկեք հայրները, ես ասեմ դուք կրկնեք։ Բոլորը միաձայն իրականում կրկնեցին։ Ես դաժե հավատացած եմ, այդտեղից շատերը զոհվեցին, որ իրապես Աստված իրանց դիմավորել է երկնքում։ Անկախ ամեն ինչից։ Հա, շատ բարի է Աստծո ձայնը լսելը, որովհետև չգիտես, երբ մահը վրա կհասնի։ Իսկ այդ դեպքի օրը ձեզ որևէ հուշում չարեց Աստված։ Չէ, այդ դեպքի օրը ճիշտ ասած ինչ որ բաների ազդեցության տակ է, ես էլ այն ժամանակ չար բաներ էի օգտագործում, այտենց ոնց որ ավելի շատ կյանքս ոնց որ բաց ձևով էի կաղուցում, չարացել էի, շատ չարացել էի, ճշմարտությունը, որ անգամ իմ կինը ասում էր, ես իրապես սիրել եմ այն բարի Վազգին։ Ինչն էր չարացրել ձեզ։ Կյանքը ավելի շատ։ Իրականում այդ Բայց դուք ամեն ինչ ունեիք։ Հա, բայց ոնց որ ավելի շատ իշխանություն էիր ուզում, ավելի շատ ուզում էիր ղեկավարել, մեծ ֆինանսներ էիր ուզում եւ այլն։ Հետո այն գիտակցությունը, որ ուներ, ինչ որ չափով, որ շատ-շատերից լավ էիր ապրում, շատ ինչ որ բաներ ունեիր, դա ավելի տանում էր ոչ փոխզիջման։ Այսինքն ես որ ասել եմ, իմ խոսքը պետք է անցնի եւ այլն, իսկ այն հասկացողությունը չկար, որ մարդու հետ կարողանաս բարիով խոսած, հասկանալ, ինչ տարաձայնությունը լինի ամեն դեպքում։ Ինչ կարելի է հասկանալ։ Այսպես ասած, ճակերտավորս դրսի տղա էիք։ Այդ ընթացքում, երբ որ այդ մեծ վախերը վերապրում ես, այսինքն հասկանում ես, որ ստեղի ապրած վախերը ոչ մի բան են ընդեղի դեմ, ու դու հասկանում ես, եթե ես այնի վերապրել եմ, ստեղում ես էլ վախենամ։ Ինչ-որ մեկը ինչ պետք է ինձ ասի կամ ինչ պետք է ինձ անի, հա, ու դες միջով վերջ առաջ ես գնում առանց փոխզիջման, որն էլ տանում է, էլի, մեծ խնդիրներ։ Իրական փաստորեն ճիշտ է այն միտքը, որ պատերազմը շատերի հոգեբանության վրա շատ լուրջ հետք է թողել, բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են այնտեղ։ Իրապես այտենց ասում եք, բայց աննկարագրելի է, երբ որ դեմը պրոստը մարդիկ մահանում են։ Պրոստը կոտորվում են առանց հասկանալու, իրանք կուզեին, չէին ուզի, նստած շատերը լացում են, դողում են, փախնում են, զինվորներ կային, այդ կամազներով ուրիշ զինվորների վրով քշելով փախնում էին։ Այդ վախից, այդ ամեն ինչից, այդ քաոս ասվածը շատ մեծ է։ Ինչքան էլ կինոներով, ինչքան էլ ես ինչ որ տեսնես, երբեք չես կարող դա վերապրես, եթե մեջը չլինես։ Հա, շատ է ազդում իրապես։ Դուք այսօր մեծ դժվարությամբ, բայց պահում եք ձեր երկու բալիկներին, այնպես ինչպես որ խոստացել եք Ձինուլին։ Այո։ Իրականում շատ դժվար է տղամարդու համար միայնակ պահել եւ ֆիզիկապես, եւ ֆինանսապես, եւ հոգեպես։ Ինչ եք պատմում իրենց մամայի մասին։ Ինք ինչ գիտեն,
որտեղ է նա հիմա։ Ճիշտ ասած, մենք շատ դժվար ենք եկել դրան։ Ես ամեն բան ուզում էի անել, որ հանկարծ իրանց մեջ տղավմա չլիներ։ Ի սկզբանե ասում էի, փորձում էի այդ հարցը շրջանցել, երբ որ իրանք այդ հարցը բարձրացնում էին, շատ ա եղել։ Նոյմին պրոստը զարթնել, լացել, ասել մամային եմ ուզում, պրոստը սրտիդ նեղությունից չգիտես ինչ անես։ Իրապես չգիտես դու էլ լացես, գողաս, ջղայնանաս, արկելես, պատմես։ Մի քանի տարեկան երեխա է։ Անցել ենք այդ պերիոդը, հետո որ մի ժամանակ անցավ, փորձեցի իրանց ներկայացնել, որ երկնքում է։ Ձեր մաման երկնքում է։ Հետո մի պերիոդ անցավ, իրանց փորձեցի ավելի տենց նուրբ ներկայացնել, ասեմ, մի հատ չար երիտասարդ կա, նեղացրել է ձեր մամային, ձեր մաման գնացել է երկինք։ Հետո որ վելի որոշ ժամանակ անցավ, ասեցի կրակել է իրապես։ Իրանք էլ հասկացան, բայց այդ տրավմա չթողեց իրանց վրա, որովհետև ես շատ նուրբ էի փորձում մոտիկանալ ու ամեն անգամ, երբ որ ինչ-որ մուզիկա էինք նայում, ինչ-որ կինո էինք նայում, որտեղ որ մահ կար, ասում էի, այս հենց է տեղի ունենում մահը։ Ես այդ ամեն ինչը տեղի ունենում սենց, որ բոլորս էլ մի օր մահանալու ենք, մենք էլ ենք մի օր գնալու ձեր մամայի մոտ, մեզ հիմա պետքա բարի ապրենք, իրականում բարի անենք եւ այլն, բայց իրապես հիմա արդեն ամբողջությամբ պատկերացնում են, որ չկա իրանց մաման։ Այսինքն կա երկնքում է ու ես էլ միշտ ուզում եմ մենակ շատ դժվար ապրելը, անկեղծ։ Ուզում եմ ընտանիք կազմեմ, որովհետև դա բարի է, Աստծուն հաճելի է, ու ասում եմ ձեզ շուտով շատ սիրուն մամա կգտնեմ, որ ձեզ շատ կսիրի, ու իրանք էլ գիտեք շատ են սպասում։ Ուղիղ ասեմ, այն կինը, որ իրականում հայտնվի, որ դառնա իրանց մամա, իրաց սեփական երեխեքի շատ են սիրելու, որովհետև իրանք կորցրել են, իրանց ունեցած մորը, դա չգիտեն ինչ քաղցրություն է։ Դրա համար ոնց որ սպասում եմ, մինչև Աստված ամեն բան իր տեղը գցի։ Իսկ եղել է փորձ ստեղծելու անձնականը։ Հա, մի քանի անգամ եղել է, սիրտս չի կպել, իրապես մեր գործի տեղից աղջիկերք են եղել, Հայաստանից են եղել, շատ լավն են եղել, շատ նվիրված են եղել, բայց պետքա սիրտդ կպնի։ Ու կարծում եմ միևնույն ժամանակ նաև պատասխանատու է, որովհետև դուք միայն կին չեք ընտրում։ Հա, փաստացի մամա եմ ընտրում։ Ճիշտ ասած, մի աղջիկ կա, որի հետ իրապես սիրտս կպել է, մի քիչ դժվարություններ կա, եթե Աստծո կամքով լինի, էլի ոնց որ հանձնել եմ Աստծուն, բայց իրապես այդ աղջիկը ասում է, այն ոնց որ դու ես սիրում, այդտեղ բան չկա։ Ես էլ ասել եմ, դրա համար ես իրապես գին եմ վճարել։ Ես իմ կնոջը չեմ ընտրելու, որ իրան նեղացնեմ, իրան դավաճանեմ, իրան փոխեմ, իրան ցավացնեմ, չի լինելու դա։ Ամեն դեպքում ես ուժը կորցրել եմ մեկին, ու այս մյուսին պետք է ավելի շատ սիրեմ ու փայփայեմ ու պահեմ։ Հիմա ինչ որ մեկը կա, բայց ոնց որ դաշնական չի։ Իրապես խնդիրներ ունեն, բայց ես իրապես շատ սիրում եմ այդ մարդուն, շատ լավ մարդ է։ Այսինքն դա չի հավատում, որ իրականում նման սեր գոյություն ունի։ Հա, իրապես ոնց որ մի քիչ ապշած է, որ կարա տենց բան լինի։ Ես էլ փորձում եմ գործով ցույց տամ, որովհետև շատ ժամանակ հեշտ ասես ես քեզ սիրում եմ, բայց նաև պետքա գործով ապացուցես քո հավատարմությունը տարիների ընթացքում եւ այլն։ Դրա համար հիմա ոնց որ պերիոդ կա, որ մենք ասել ենք արի կողմնորոշվենք, արի ավելի շատ դու կողմնորոշվես, որովհետև ես ոնց որ անցել եմ այս ամեն ինչի միջով ու պատրաստ եմ իրապես այդ քայլին գնամ։ Սիրեմ, պահեմ, հոգ տանեմ, ամեն ձև, թե ֆինանսապես, թե ֆիզիկապես, թե չգիտեմ, sense։ Իսկ իհարկե ձեր մի փոքր անհավատալի է, ես չեմ մեղադրում այդ աղջկան, որովհետև մեր օրերում հատկապես տղամարդ կամ չնայած ինչու տղամարդ կանանց դեպքում էլ այնպես է ամեն ինչ խեղաթյուրվել, այնպես է ամեն ինչ տեղաշարժվել, որ չես կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, իրականում ով է սիրում, իրականում ով չի սիրում, եւ այսօր ամուսնալուծությունների մասին, եթե խոսենք, մեկը մյուսի հետևից շատանում են ու փաստացի եկել է մի հատ շրջան, երբ մենք հավասարվել ենք Եվրոպայի։ Դուք այդ թեմայով եւս տեսանյութեր հրապարակում եք, խանդի, սիրո, համբերատարության, հոգատարության, ինչն է պակասում իրականում ամենաշատը այսօր մեզ։ Համբերություն։ Միակ գործոնը համբերությունն է, որովհետև սիրո պտուղներից մեկը համբերելն է։ Ասում են սերը երկայնամիտ է, սերը քաղցր է, սերը համբերատար է, սերը բարի է, սերը չի նախանձում։ Ասում են սերը Իրանը չի փնտրում։
շատ ժամանակ գիտես, երբ որ խնդիր է լինում, պետքա նաև դիմացինիդ էլ հասկանաս, մարդ է, Աստված իրան էլ է ստեղծել։ Ու շատ ժամանակ ինքը կարա հետ կանգնի իր այդ թեկուզ սխալ մտքից, սխալ որոշումից, այն փաստով, երբ որ հասկանա դու իրապես սիրում ես իրան։ Սերը ստիպում է, որ փոխվի մարդ։ Դա ակնհայտ երևում է, ու այդ սերը ինձ Աստված բացել է։ Դա շատ շքեղ է, որովհետև ես հասկացել եմ ինձ Աստված ինչքան շատ է սիրում։ Ինչ էլ անեմ, ինչ մեղքի մեջ էլ լինեմ, Աստված ասում է արի։ Մենակ արի մոտս։ Արի, ես քեզ սպասում եմ։ Փաստացի, այո, նա ձեզ հետ բերեց այդ վատ կյանքից, պահեց երկու ձեռքով այդ կրակոցներից, Այո, այդքանը ես գիտեմ։ այո։ Այո։ Վազգեն խոսելով երեխաների մասին, այսպիսի հարց առաջացավ մոտս։ Եղել է մի պահ, երբ տվել են այնպիսի հարց, որ չեք կարողացել պատասխանել։ Դուք լինելով այսքան ինֆորմացված, այսքան տեղեկացված, այսքան խելացի, այսինքն չունեք խոսքի եւ մտածողության հետ կապված որևէ խնդիր, բայց երեխաների դեպքում կարծես թե ինքները թուլանում է, որովհետեւ լինում են դեպքեր, երբ պարզապես իրենց ես նայում ու հասկանում ես, որ իրավիճակը անելանելի է ու դու ինքդ դառնում ես երեխա։ Ձեր դեպքում եղել է, երբ տվել են այնպիսի հարց, մայրիկի հետ կապված, որ չեք կարողացել պատասխան տալ։ Հիմնականում չի եղել։ Այն փոքր ժամանակ, երբ որ հարցեր կար, որ տալիս էին, ես էլ գիտեի, որ ժամանակը չի իրանց պատասխանելու, ասում եմ մի քիչ կմեծանա, կդեռ կպատասխանեմ։ Փորձում էի ամեն ձև ոչ թե ինչ որ խափեի կամ ինչ որ հերքեի եւ այլն, այլ փորձում էի ոնց որ իրանց մեջ էլ այդ համբերությունը սերմանեի, երբ որ ժամանակը գա կիմանաք։ Ու իրանք էլ համբերում էին, ամեն էլի փորձում էին ուրիշ ձևից գալ, ուրիշ կողմից գալ այդ հարցերը եւ այլն, ասում էի, չէ, հետո կպատասխանեմ։ Ում են նման։ Ճիշտ ասած, աղջիկս շատ նման է մորը, շատ ժամանակ, երբ որ տեսնում եմ, իրապես նմանացնում եմ Զինուլին, շատ։ Բայց Զինուլը միշտ ասում էր, որ տղեն է իմը, ասում էր աղջիկը հորինն է, տղեն մամային է։ Երկուսն են շատ յուրատուկ բալիկներ են, շատ Աստված անսահման օրհնել է։ Նույն Զինուլը իրապես անվճար էր սովորում, հոգեբանության ֆակուլտետում անվճար է սովորում, նույն այդ մտածողությունը նաև ունի Նոյեմին, հասցնում է, առաջի դասարանը գնում, ամեն դեպքում, ասենց կոպիտ ասեմ, պապա եմ։ Ինչքան է փորձում եմ, շատ ժամանակ չեմ հասցնում մտնեմ այդ ծնողական այդ կոմիտեի մեջ, հասկանամ ինչ են տվել, ինչ չեն տվել եւ այլն, ելնում է որ բաց թողումներ էլ ունեմ, բայց փառք Աստծո։ Ամեն բան հասցնում է ու իրապես շատ ուրախ եմ։ Իրականում գովելի է եւ հպարտանալու է, վստահ եմ տարիներ անց իրենք հետ են նայելու ու մենակ շնորհակալ են լինելու, որ ձեր տեսակի պապա ունեն։ Դա էլ Աստծուց է գալիս։ Իրականում իմ մեջ բարի բան ոչինչ չկա։ Այն ինչ որ կա, ամբողջ Աստված է տվել, համբերությունը, երեխեքին դաստիարակելու խելքը, միտքը, դրա համար իրապես շատ շնորհակալ եմ Աստծուց, շատ։ Ես հիշում եմ Բուլկի պատմությունը, երբ գիտեք, երբ որ որոշակի առումով ապահովված ես ու կարող ես վարձել դայակներ, կարող ես վարձել վարորդ, որ երեխային ցանկացած ժամի տանի, բերի եւ քո աշխատանքին դա չխանգարի, դա մի փոքր ավելի թեթևացնում է մարդու գործը եւ ներաշխարը։ Ձեր դեպքում եղել է շատ ծանր շրջան ֆինանսական եւ մեկ օր, ինչպես նշել եք, ունեցել եք ընդամենը 1000 դրամ եւ երեխաներին այդ խաղի միջոցով եք փորձել բացատրել, որ այդ օրը պետք է բուլկի ուտեն։ Լավ, Վազգեն, ո՞րն է ձեր այդ շարժիչ ուժը, որ անգամ այդ իրավիճակում ծնկի չեք եկել։ Արդյոք հավատը միայն կարող է։ Ինձ թվում է մենակ Աստծուց է, որովհետեւ այն ցավը դուք պրոստը չեք պատկերացնում, ես ինչ ցավով եմ այդ բուլկիները առել։ Իրանք գիտեք, ասենց ուրախ սպասում են բուլկի, իրանց համար շքեղ է բուլկին, բայց այն ցավը, որ դու ես քաշում, գիտես ինչի համար ես բուլկի առնում։ Այդ անսահման, այդ նես ցավը, որ չես կարող փոխարինես, ասում ես ավելի լավ է ինչ որ մի տեղը ցավը, բայց այդ հոգեպես այդ ցավը չունենաս։ Բայց միշտ Աստված ասել է կանգնես, միշտ Աստված փոխել է մարդկանց սրտերը, որ դեպի ինձ դառնան, որ դեպի մեծ ընկերություն անեն, ինձ աջակցեն, ինձ օգնեն, ու փառք Աստծո, այսօր ամեն բան լավ է։ Իսկ մայրիկի մոտ գնում են իրենք։ Մայրիկի մոտ ճիշտ ասած, հələ ես չեմ վրազում տանեմ, որովհետև
իրենց ամբողջ կյանքում գնալու են, տեսնելու են, որովհետև այնտեղ դաժե մայրիկի արձանն է դրած, իր պապան պատվիրել է արձանը, շատ սիրուն արձան է դրած։ Ամեն դեպքում, եթե այդ հանքել ես էլ չեմ կարող անտարբեր լինեմ, ու մեկ ելնում է, որ նայում ինձ խոսում է, ու իմ սիրտն էլ է լցվում, շատ է սիրտս լցվում, ու պրոստը ինքն էլ է դրանից սկսում է լացել։ Դրա համար ոնց որ ուզում եմ մի քիչ մեծանան, գանեն գիտակից կյանքին, ու մենք իրապես շուշուտ կայցելենք իրենց մամայի գերեզմանին։ Որպեսզի տրավմաներ չունենան։ Որպեսզի առողջ մեծանան, որովհետև իմ համար շատ կարևոր է, որ իրենց հոգեբանությունը շատ առողջ լինի։ Վազգեն, խոսենք նաև ձեր վերջին հրապարակման մասին, որը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում։ Խոսքը Գոր Հակոբյանի որդու առողջության հետ կապված ձեր տեսագրությունն էր։ Իրականում, երբ ես ինքս առաջին անգամ տեսա տեսանյութը, ես չհասկացա ինչի համար էր դա արված։ Մի քանի անգամ փորձեցի լսեմ, հասկանամ, ուզում եմ մի փոքր բացեք փակագծերը, ինչպես եղավ, որ որոշեցիք այդ տեսանյութը նկարել, ինչ եղավ, որ ջնջեցիք այդ տեսանյութը։ Իրապես Աստված ինձ ասել էր այդ տեսանյութը նկարի, շատ մեծ արձագանք ու հալածանք բարձրացավ, շատ մեծ, բայց ամբողջ իմաստը նրանում էր, որ այդ բալիկը կբժշկվի, Աստված խոսք է տվել, որ կբժշկի, ամեն ձև։ Իրապես երանելի է այն փաստը, որ գիտես, որ Աստված ասում է, ես երաշխավոր եմ այդ երեխու ապրել։ Դա ձեզ ասել է, դուք դա լսել։ Հա։ Վիդեոն իրականում շատ կոպիտ էր սկսում, կարա շատ սխալ արտահայտությունով սկսեր։ Շատ ժամանակ եղել է հետո հարցրել եմ Աստծուն, ասել եմ իմ Աստված հնարավոր է սխալված լինեմ։ Հնարավոր է իմ խնդիրն է, ես էլ եմ մարդ, կարամ ապաշխարեմ, կարամ իրականում սխալվեմ, ասել չէ, հանգիստ եղի։ Ամեն դեպքում այդ երեխան ապրելու է, ես էլ իրան բժշկելու եմ, ու բոլորը տեսնելու են, որ Աստված կենթանի Աստված է։ Ես էլ ասեցի լավ։ Հա, դրանից հետո ոնց որ խնդիրներ եղավ, ինձ ասեցին այդ վիդեոն հեղացրու եւ այլն, ես էլ սիրով պատրաստ եմ, իրանց է բացատրեցի, փորձեցի ներկայացնեմ, ինձ թվում է հասկացան։ Հա, իրանք էլ հասկացան, փորձեցինք ընկերություն անել իրանց հետ էլ, ասեցի ամեն դեպքում Աստված ինձ խոսք է տվել, ինչ զարգացումներ ունեն, Աստված տա հաջողվի, ստացվի այդ ամեն ինչը իրապես ամեն բան ստացվի, այդ բալիկը գա, շարունակի, որովհետև շատ լավ մարդ է լինելու, որ Աստված ինձ պայքարում է իր համար, ասեցի ես պատրաստ եմ գամ, ու Աստված ինձ խոսք տվել է, որովհետև ես Աստծուն ասի չեմ մի բանի մեջ չեմ մտնի, եթե իրապես չլինի, ասես չէ, հանգիստ եղի։ Կգա օրը կտեսնես ոնց է բժշկում, ասի լավ։ Հիմա պետքա պրոստը սպասենք ու հավատանք Աստծուն, այն մտքով, որ իրապես ամեն բան լավ է լինելու։ Եվ ուզում եմ նաև խոսենք ձեր այն տեսանյութերի մասին, որոնք հիմնականում ուղղված են տղամարդկանց։ Տպավորություն է, որ դուք որոշակի առումով ուզում եք սովորեցնել, թե ինչպես կարող են պահել այն կնոջը, որ իրենց կողքին է, եւ իրենց բաց թողումների պատճառով քանդում են այն, ինչը այսօր շատերի համար երազանք է։ Այո։ Իրապես շատ եմ լսել, վկայել են, որ տղամարդուց է սկսում ամեն բան։ Տղամարդ ուրիշ կին է տեսնում, ուրիշ զգացմունքներ է փնտրում, չի բավարարվում մի կնոջով, սաղում է իր կնոջ նկատմամբ եւ այլն։ Այդ ամեն խնդիրներից, դաժե անգամ եթե դեպքեր են եղել, որ կինը մարդուն դավաճանել է, այտենց որ ինձ պատմել են, դավաճանել է այն հողի վրա, որ իր մարդը արդեն իր վրա ուշադրություն չի դարձրել, ինքն էլ ուզեցել է այդ քաղցրությունը, այդ սերը։ Գիտեք, սերը յուրատուկ հասկացողություն է, դա $100 չի, որ այսօր ունես, վաղը չունես։ Եթե ընտրել ես իրապես սիրես, պետքա նաև պատասխանատվության տակ էլ մտնես։ Եթե տղաները խոսում են շատ ժամանակ, որ մենք տղա ենք ու մեր խոսքը միշտ անցնում է, նույն խոսքով, նույն տղամարդկությունով դուք կանգնել եք թե Աստծո առաջ, թե քահանայի առաջ, թե ձեր բարեկամների առաջ ու խոստում եք տվել, որ դուք տեր եք լինելու, որ դուք պահելու եք, պաշտպանելու եք ու միակ բաժանողը ձեզ լինելու է մահը։ Այնինչ դուք քանդում եք ձեր խոսքը։ Եթե 3 կոպիտ ասած հանրությանը, մեկը Աստծուն, մեկը քահանային, մեկն է ձեր բարեկամներին, որ խոսք եք տվել, չեք կարում պահեք, ել որ մի ձեր խոսքը կարա արժեք ունենա։ Ինչի մեջ կարաք ասեք ես հավատարիմ եմ։ Դրա համար Աղակաց գրքում ասում է ինչի ուրիշի կնոջը գրկես, ասում է քո կնոջը գրկի, ասում է վայելի, սիրի նրան, ասում է դառը մի եղեք, սիրեք իրականում։ Իրապես ասում է սիրեք ձեր կանանց, ոնց որ Քրիստոսը սիրեց եկեղեցուն,
ու Քրիստոսը իր կյանքը դրեց եկեղեցու համար։ Բայց նա տարական բանից կարան բաժանվեն, տարական։ Ոսես նայում ես, իրապես ափսոսը շատ է գալի, որովհետև երկրորդ, երրորդ ամուսնությունը կարա էլ օրհնություն չհամարվի։ Աստվածաշնչում մի պատճառ կա, որ թույլ է տալիս բաժանվելը, դա շնությունն է, ուրիշի հետ լինելը։ Այն էլ փաստացի պետքա բռնեցնես։ Իսկ եթե դու ինչ-որ ուրիշ հանգամանքներից ելնելով բաժանվում ես, ու ամուսնանում ես եւս մեկ անգամ, ամեն անգամ ոնց որ դու մեղքի տակ ես ընկնում։ Ամեն անգամ դա փաստ գրած է Աստվածաշնչում։ Դրա համար ես իրապես կամենում եմ, որ տղամարդկանցից է գալի։ Ինչքան էլ գիտեք, մեղքը փորձեն գցեն կանանց վրա, տղամարդը պետք է ունենա կարմիր գծեր։ Շատ տղամարդիկ իմանալով, որ կինը ամուսնացած է, մտնում են այդ հարաբերությունների մեջ։ Բայց միթե դու չես կանգնում, ասես լավ, միթե ես բարի եմ անում։ Միթե ուրիշի ընտանիքը քանդելը բարի է։ Որովհետև ամեն բան ընկած է տղամարդու վրա։ Աստված ի սկզբանե տղամարդուն է ստեղծել, հետո նոր տղամարդուց կնոջը։ Ու ամեն բան տղամարդու սերին է դրել։ Իսկ տղամարդիկ շատ ժամանակ փորձում են խուսափել, փորձում են մեղադրել, ոնց որ Ադամը արեց։ Իրապես Աստծո համար շատ զզվել էր Ադամի քայլը, որովհետև ասեց այն կինը, որ դու ինձ տվել ես, ինքը ինձ համոզեց։ Իսկ Դավիթ թագավորը, որ ուրիշ աղջկա էր սիրահարվել, իրականում դրա համար մեծ մեղքի մեջ ընկավ, Դավիթ թագավորին, որ ասեց ինձ սխալ բան ես արել, ասեց կներես։ Իրապես սխալ բան եմ արել։ Շատ ժամանակ Աստված մեզանից դա է, բայց մենք փորձում ենք գցեն կնոջ վրա, որը մեզ ավելի շատ է ցածրացնում։ Նենց որ տղամարդիկ պետքա փոխվեն։ Սկսենք տղամարդկանցից, հետո կանայք հաստատ կփոխվեն, հավատացած։ Եվ եկեք նաև չմոռանանք, որ շատ դեպքերում հենց այդ նույն տղամարդիկ էլ կանանց վատն են դարձնում։ Այո, իրանց արդարացնելու համար, բայց դա բացարձակ լավ է կանգնես ասես սխալվել եմ, դա քեզ չի ցածրացնում, բայց որ ուրիշին մեղադրես, ուրիշին քարկոծես կամ նպաստացնես քեզ արդարացնելու համար, դա զզվելի է, իրապես շատ զզվելի է։ Գիտեք, իրապես չեն հավատում Աստծուն, որ ճշմարտությունով հավատային Աստծուն, որ կանգնելու են Աստծո առաջ մի օր, չէին անի, որովհետև որ կողքդ մարդ է լինում, շատ ժամանակ ամաչում ես ինչ-որ չար բան անելուց։ Հենց այդ գիտակցությունն է, որ մտածում ես դե լավ ծնվել ենք, վաղը մահանալու ենք, եթանք ինչ ուզենք անենք։ Բայց տղամարդը պետք է տղամարդ լինի։ Ու եթե տղամարդիկ գան այդ դրան, որ իրանց կարմիր գծերը պահեն, Աստված օրհնելով կօրհնի այս ազգը, հավատացած եմ։ Ծովից ծով Հայաստան չէ, ավելի մեծ Հայաստան կլինի։ Ուղիղ ասում եմ, մեզ մենակ պետք է Աստծուն ուղղություն անենք։ Աստված մեզանից դա ակնկալում։ Շատ դեպքերում տղամարդիկ իրենց տղամարդ համարում են հենց հակառակը անելով։ Դա որոշակի առումով ինքնահաստատման պակաս է։ Այսինքն, տեսեք, դուք նշում եք, որ եթե տղամարդ ես, դու պետք է պահես քո խոսքը, դու պետք է պահես քո ընտանիքը եւ չպետք է դավաճանես, բայց շատ դեպքերում տղամարդիկ ասում են, որ տղամարդ եմ, կարող եմ նաեւ դավաճանել։ Դա մեր մենթալիտետի եւ սխալ դաստիարակության հետևանքն է, ըստ ձեզ։ Դե ճիշտ ասած չգիտեմ այդ հասկացողությունը որտեղից է գալիս, բայց քանի որ մենք քրիստոնյա ենք, պետքա մեր բոլոր ճանապարհները, ճշմարտությունները գան Աստվածաշնչից։ Եթե քո ճշմարտությունները այլ տեղից են գալիս, դա բացարձակ սուտ է։ Եթե դու կարող ես ճիշտ հորինես, խի ես չեմ կարա ճիշտ հորինեմ։ Խի այդ կինը չի կարա ճիշտ հորին, ճիշտը խոսանք։ Բայց կա մի բացարձակ ճշմարտություն, որը Աստվածաշունչն է։ Հա, շատ սխալ է։ Իրապես դա երբևիցե ստատուս չի տալիս ու այն մարդկանց մոտ, որ ստատուս է դա տալիս, որ դավաճանումա կնոջը ու նա ինչ լավ տղա է, իրապես բոլորով սուտասաններ են։ Հավատացած եմ, որովհետև ճշմարիտ տղամարդը իմացող թե ինքը ով է, ուր է գնում, երբեք չի նեղացնի այն կնոջը, որ ընտրել է, այն կնոջը, որ իրականում ամեն իրիկում պարկում է, ու այն կնոջը, որ իր երեխեքի մաման է, երբեք չի նեղացնի։ Հստակ ասում եմ ձեզ։ Հուսանք այս եթերը դիտելուց հետո շատ մարդկանց մոտ կփոխվեն արժեքները եւ շատ մարդիկ գոնե մտածելու տեղ կունենան, գոնե հետ նայելու կամ իրենց սխալները իրենց մեջ ընդունելու տեղ կունենան։ Աստված տա, ես մենակ ուրախ կլինեմ իրապես։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ տալ ձեզ իմ ավանդական հարցը, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Իմ համար բացարձակ արժեք Աստվածը, որ չի քննարկվում։ Դու Աստծուն ուղղություն ես անում, Աստվածը քեզ օրհնում է։ Ասում է դու ինձ ուղղություն արա, ես քո սերունդները կօրհնեմ։ Շատ ժամանակ ես հասկանում եմ, որ ես Աստծուն ուղղություն եմ անում, իմ երեխեք օրհնված են լինելու նրա հաշվին, որովհետև ես ուղղություն եմ անում Աստծուն։ Աստված ասում է դու ինձ ուղղություն արա, քո երկիրը կօրհնեմ։ Ասում է դու ինձ ուղղություն արա, քո գործը կհաջողեմ։ Բացարձակ արժեք մեկն է Աստվածը։ Ու պետքա միշտ հաշվի առնես ու միշտ
ոնց որ հաշվետվության նստես Աստծո հետ ամեն ժամանակ։ Շնորհակալ եմ Վազգեն գալու համար։ Վստահ եմ շատերին հետաքրքրեց մեր զրույցը, ու ինչպես քիչ առաջ էլ ասացի, վստահ եմ շատերը որոշակի բաներ գոնե կքաղեն այս զրույցից։ Աստված տա, շատ շնորհակալ եմ, որ կանչեցիք, իրապես շատ ուրախ եմ ստեղ լինելու համար։ Նմանապես։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։